Բարև ձեզ, ժողովուրդ ջան, 2 օր է մնացել ընտրություններին, պետք է ընտրությունների մասին 2 բառով խոսենք, քանի որ շատերը ինձ հարցնում են, ասում են լավ դու այդքան հետաքրքրված ես, այդքան մտահոգված ես, բա ում ընտրենք, գոնե ասա ում ընտրենք։ Հիմա ժողովուրդ ջան, դրա համար ես տեսանյութը հանել եմ, ես միանգամից ասեմ, որ ես ոչ մի կուսակցության չեմ ենթարկվում, ոչ մի կուսակցության մեջ չեմ մտնում, ես ընդամենը հասարակ քաղաքացի եմ, որը ուզում է ընդամենը պաշտպանի իր հայրենիքը, այսքան մի բան, դրա համար եմ ես ամբողջ օրը ես եթերներում, սա է պատճառը, ուրիշ պատճառ չունեմ։ Եվ նաև իրավունք էլ չունեմ, ասեմ ինչ-որ մեկին զոռով ասեմ գնա այս սրան ընտրի կամ նրան ընտրի, բայց քանի որ հարցնում են շատերը, ես կարամ ուղղակի իմ կարծիքը ասեմ, բայց ոչ թե ում ընտրեք, այլ ում չընտրենք։ Ուրեմն շատ խոսակցություններ ա գնում, այսպիսի բաներ եմ լսում ես, ասում են, բա մարդ չկա ընտրենք, ում ընտրենք։ Նայեք, այսինքն դիվանում նստեն, էս են ուզում է մարդիկ կան, շատերը, նստենք դիվանում, ոչ մի բան չանենք, մարդ չկա ընտրենք։ Ախր ձեռ եք առնում։ Ուրեմն ցուցակն եմ վերցրել, հեսա գրել եմ հաթաթ, 19 կուսակցության մեջ մարդ չկա ընտրելու, այսինքն չգնանք ընտրվելու, Նիկոլ Փաշինյանը թուրքամետ կուսակցությունը մնա կառավարի երկիրը, վերջում տանի դեպի Թուրքիա, մտցնի Թուրքիայի կազմի մեջ կամ չվերանա ընդհանրապես Հայաստան բառը։ Հայաստան բառն է վերանալու, ոնց մարդ չկա ընտրելու։ Ուրեմն հեսա ձեռ առնել է, որ ասում եք մարդ չկա ընտրենք, ձեռ առնել արդեն ինքդ քեզ ու քո ազգին։ Եթե չեկաք ընտրության, ժողովուրդ, ամենակարևորը մասնակցելն է ընտրության։ Հայաստան բառը չի լինելու, քարտեզի վրա Հայաստան չի գրվելու էլ։ Շատ շուտով, ասեմ ինչի համար, ես երեկ այդ զինանշանը, որ հայոց բանակի փոխել էր Նիկոլը, դրա մասին ասեցի, բայց մի բան չասեցի, Հայաստան բառն է կարևորը, տեսեք ինչ եմ ասում։ Հիմա մի հատ էլ ուշադիր, մի հատ էլ ցույց տամ, հետո նոր կանցնենք այս ցուցակներին։ Հայաստան ինչի համար եմ ես Հայաստան բառի վրա կենտրոնանում, տեսեք, ես սա ուսումնասիրել եմ այս բոլոր կուսակցություններին, հնարավորին չափ, ինչքան ժամանակս հերիքել է, ու մի հատ այսպիսի ապրիդիլենի կա ստեղ, որ կուսակցության անվան մեջ Հայաստան բառը չկա, այդ կուսակցությունը արդեն մի քիչ կացկացելի է։ Եթե Հայաստան բառը կա, ուրեմն դա հաստատ թուրքերի հետ կապ չունի։ Ուրեմն թուրքերը Հայաստան բառից մեռնում են, սենց ասեմ, Հայաստան բառից մեռնում են թուրքերը։ Ու իրանց այստեղ կան կուսակցություններ, երևի 4-ը, եթե ոչ ավել, որոնք թուրքամետ են։ Այդ կուսակցությունների անվան մեջ Հայաստան բառը չկա։ Եվ թուրքերը չեն թույլատրում իրանց կողմնակիցներին Հայաստան բառը ինչ որ միտեղ օգտագործեն։ Ես դա ուսումնասիրել եմ շուտվանից։ Ուրեմն նայեք ինչ եմ ասում, այդ պարադը որ եղավ, հետո կանցնենք, մի քիչ երկար է, լսեք խնդրում եմ։ Պարադը որ արեց Նիկոլը, այնտեղից բոլոր տեղերից Հայաստան բառը հեռացրել է, մի հատ ուշադրություն դարձրեք խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, ոչ թե մենակ Արարատ լեռներ հեռացրել, բերեարագածների պրտես Արկենտը, Հայաստան բառն էլ էր վերացրել։ Տեսեք, այնտեղ գրվում է Հանրապետության օր գրել է, այսինքն ինչ կլներ որ գրվեր Հայաստանի Հանրապետության օր։ Հայաստան բառը բա ուր է, Նիկոլ որ հանրապետության օրն էր այդ օրը։ Հայաստան բառը զինանշանից հանել է, ես զինանշանի մասին երեք խոսեցի, բայց հիմա մի հատ էլ եմ ցույց տալիս մեր իսկական հայոց բանակի զինանշանը, մի հատ նայեք, տեսնում եք չէ, վերևը գրված է Հայաստան, տակը զինված ուժեր։ Սա զինանշանի այդ Հայաստան բառը եւ մենք մեր բազուկներին որ կպցնում ենք, մեր տեխնիկայի վրա որ կպցնում ենք այդ զինանշանը բանակի, այդտեղ Հայաստան բառը դա զինանշանի անբաժանելի մասն է, վերևում գրված, տակն էլ զինված ուժեր։ Հիմա նայեք Նիկոլին է, որ Վահանի վրա փոխե թուրքական նշանն է դրել ադրբեջանական, հələ այդ են կոմ դրած, Հայաստան բառը չկա զինանշանում, Հայաստան բառը չկա, նաև ոչ միտեղ այդ պարադի օրը Հայաստան բառը չկար։ Դրա համար ուշադիր եղեք, Հայաստան բառը ոչ բոլորը կան այստեղ կուսակցությունը, որտեղ միամիտ Հայաստան բառը չեն օգտագործում, ոչ ինադու,
Բայց հիմնական այդ թուրքամեդերի մոտ Հայաստան բառը չկա։ Էսի առաջի ապրիլին առաջի պահնա, որ պետքա ուշադրություն դարձնենք սրա վրա։ Լավ, անցնենք առաջ այս 19 կուսակցությունից տեսնենք ում ընտրենք, ում չընտրենք, բայց ես այսօր ասելու եմ ում չընտրենք հաստատ։ Իմ կարծիքով, սա իմ անձնական կարծիքն է։ Ինչի համար, նախ առաջի հերթին, այստեղ այսքան կուսակցություններ, մեծամասնությունը այս փոքր կուսակցությունների, սա Նիկոլն է սարքել ոնց որպեսզի այդ ձայները այրվի, այդ ընդդիմադիր ձայները այրվի։ Եվ ես կխնդրեմ այն փոքր կուսակցությունները, ովքեր իրանք են որոշ հայրենիքը պաշտպանեն այս ձևով, խնդրեմ նույնիսկ իրանց կողմնակիցներին կոչ անեն, որ մեծ կուսակցություններին ընտրեն, որովհետև այդ ձայները այրվելու, այդ մարդիկ ընդդիմադիր են, հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը թուրքամեդ է, ինչ որ իրանց իմանալով իրանց բարեկամ կուսակցությունն անգերնաբանը, հա իրոք հայրենասերներ էլ կան փոքրների մեջ։ Գնալու են ձայն տան ու այդ ձայները այրվելու է, բայց ոչինչ, եթե պետքա Նիկոլին տային ավելի լավ է իրանց տան, ոչինչ։ Հիմա տեսեք, կարևորը մասնակցելն է ու գալիս ենք հիմա հերթով, ես ումը որ չեմ ճանաչում այս կուսակցություններից, շատ փոքր են, չեմ անդրադառնալ, ուղղակի անցնելու եմ առաջ ասեմ։ Այստեղ գալիս ենք առաջի համարը ռեֆորմիստների կուսակցություն։ Այստեղ ղեկավարը Հարությունյան Վաղարշակ, սա հին գործիչ է, քաղաքական ես չեմ ճանաչում, Ռուսաստանում դեսպանն ա եղել Հայաստանի ժամանակ, մի խոսքով չգիտեմ ինքը ում կողմն է, ինչ է, փոքր կուսակցություն է, այդ ձայները այրվելու է, հավանական է, ես հավանականությունն եմ ասում, հաստատ չեմ հաստատում, հիմնականը հավանական է այդպես։ Երկրորդ համարը բոլորին դեմ եմ, բոլորին դեմը չգիտեմ տեսել եք ինտերնետով բան, Այստեղ արդեն Սպայդերմենի դիմակ են հագնում արդեն այդ մարդիկ, ես ասեմ ինչի համար են անում, ուրեմն բոլորին դեմ կուսակցությունը, Կուրեղյան Սպարտակն է առաջի համարը, երկրորդը Գևորգյան Իշխանը, ես Իշխանին եմ ճանաչում, այս մտքի հերինակը Իշխանն է, Իշխանը ասեմ շատ հայրենասեր, կրթված, խելոք, հասարակ մարդ է, խելացի մարդ է, հող պահող մարդ է, ինքը էսի արել է, ճիշտ է դժվար հավաքի այդ մինիմումը, բայց ինքը արել է ինչի համար, որ այս դիվանին նստածներին ուղիղ ասի, չեք ուզում ոչ մեկին ախպեր ընտրեք, ասում եք այդ սաղ դավաճան են, ես էլ հասարակ մարդ եմ ախպեր, եկեք ինձ ընտրեք, որ կարանանք մի բան փոխենք այստեղ, հա, ես սաղին էլ դեմ եմ, եկեք ինձ ընտրեք, դուք դեմ եք, ես էլ եմ դեմ, Իշխան էս սա հայրեն ոչ մեկ չկացկացի, ես Իշխանին ճանաչում եմ, ինքը հայրենիքը պաշտպանելու համար է սա արել, Հենց որ եթե հաստատ է ցուցակում մարդ չունեք ընտրելու, եկեք բոլորին դեմին ընտրեք, իրանք կանցնեն երևի, քիչ է հավանականությունը, բայց այդ մինիմումը երևի կհաղթահարեն, անցանք առաջ, դա երկրորդն էր, երրորդը, ուրեմն ուժեղ Հայաստան, ուժեղ Հայաստանը բոլորը արդեն գիտենք, առաջի համարը Կարապետյան Նարեկն է, բոլորը ճանաչում են, բայց ուժեղ Հայաստանի ղեկավարը Կարապետյան Սամվելն է, ժողովուրդ Սամվել Կարապետյան, այսինքն այդ որ ասում եք ում ընտրենք, բա մարդ չկա, այսինքն լավա թողենք Նիկոլը, քան թե Սամվել Կարապետյանը, դուք Սամվել Կարապետյանի հայրենասիրության վրա ով կարա կացկացի, ես հիմա այստեղ չեմ ասում կարան իրանք երկիր ղեկավարեն չեն կարա, բայց Նիկոլից հաստատ որ Նիկոլը պետք է գնա, ասենք այս մարդը գա, նորմալ է, ասենք եթե մենակ Նիկոլն ու Սամվել Կարապետյանն է, բա պարզա Սամվել Կարապետյան, ոնց Սամվել Կարապետյանը հող տվել է ընդհանրապես, իր այդ միլիարդները մեշոկներով, ավտոներով բերել լցրել է Արցախ, Հայաստան, այսքան մարդկանց զինվորների կյանքեր է փրկել, այդքան ինչ ասես արել է, ընտանիքներ, մի խոսքով, այդքան բարեգործություն, այդքան շինարարություն, հիվանդանոց, եկեղեցի, այսքան բան, այսինքն պետք է մտածենք, լավ է Նիկոլը, քան թե Սամվել Կարապետյանը, ձեռ եք առնում արա, լավ, երրորդ համարը, սա հայրենասեր կուսակցությունն է, սրա մասին էլ խոսք չկա ու հաստատ անցնելու է այս ուժեղ Հայաստանը այդ շեմը հաղթահարելու արխային կարակ ընտրեք անցնենք առաջ այստեղ ով է չորրորդ համարը Հայաստանի շնորհապետական կուսակցություն Սիմոնյան Գուրգեն չեմ ճանաչում մարդ հա երևի լավ վատ չգիտեմ բայց Հայաստան բառը կա արդեն ուրախացնում է Հայաստանի շնորհապետական կուսակցություն չի անցնի դժվար թե անցնի բայց եթե դուք գիտեք արդեն Հետո այսով է, 5-րդ համարը, նոր ուժ, Մարության Հայկ, հա, մեր Հայկոն է էսի, մի վաղ Նիկոլականեր, ես ճիշտ ասած Հայկոին, չգիտեմ, որպես քաղաքական գործիչ չեմ տենց ներսիմ ընդունում, լավ դերասան շատ եմ սիրել իրանց այդ Հայկո Մկոյի
այդ ամբողջ իրանց այդ հումորները միշտ նայել եմ երիտասարդ ժամանակ, բայց հաստատ թուրքական չի։ Ես ասելու եմ ում չընտրեք, թուրքամեդերին, որ հաստատ չընտրեք, այդ նույնիսկ եթե ուզում եք փոքր կուսակցություններին ընտրեք, խնդրեմ, բայց ես թուրքամեդերին եմ մենակ ասելու, Հայկոն հաստատ թուրքամեդ չի, անցանք առաջ, չի անցնի երևի, ես շեմը չի ախտահարի։ Հետո եկանք 6-րդ համարը։ Միասնության թևեր, Թաթոյան Արման։ Հիմա նույնպես չի Թաթոյան Արմանն էլ լավ հայրենասեր մարդ է, բայց այդտեղ Հայաստան բառը չկա, բայց սա ինադու չի հաստատ ինքը ես գիտեմ որ հայրենասեր մարդ է, բայց էլի չի անցնի, դժվար է այդ փուլը դժվար այդ մինիմումը չի անցնի։ Անցակ առաջ 7-րդը Բարգավաճ Հայաստան, առաջի համարը Ծառուկյան Գագիկ։ Այսինքն հիմա Ծառուկյան Գագիկի կուսակցությունը հաստատ անցնելու է Հայաստան բառն է կա Բարգավաճ Հայաստան։ Ուրեմն ձեր կարծիքով ինչ որ մարդ կա, կարա ասի ավելի լավ է Նիկոլը, քան թե Գագիկ Ծառուկյանը, սենց ձեռ առնել ազգին, քրիստոնեությանը, եկեղեցուն, սենց բան չի լինի։ Ով ժողովուրդ մի հատ ինձ ասեք, ով գիտի, մի օքի կարա գրի, ես չեմ կա, ես գրեք էլի Գագիկ Ծառուկյանը քանի եկեղեցի է սարքել իր կյանքի ընթացքում։ Այնքան շատ է չեմ իմանում, չգիտենք քանի եկեղեցի, այնքան է սարքել եկեղեցի Գագիկ Ծառուկյանը, չգիտենք քանի եկեղեցի է սարքել։ Դուք այս մարդուն համեմատում եք Նիկոլի հետ, ու այս մարդը իր հողը կտա Թուրքի, լավ կկառավարի, վատ կկառավարի, երկրորդական հարց է, բայց թշնամուն չի ենթարկվելու։ Իր հողը չի տալու Թուրքին, այս մարդիկ, այս ումը որ ջղայնանում եմ, սենց ես որ գալի հասնում եմ։ Մի խոսքով Գագիկ Ծառուկյանը հաստատ անցնելու է արխային մերնա, մեր հարազատ բարերարնա, այդքան մարդկանց օգնելա, ես լրիվ, եթե իրանն ով ընտրում է, ձեր ցավն է տանեմ։ Հետո անցանք առաջ, ազգային ժողովրդավարական Բևեր, այստեղ ղեկավարը Կարապետյան Գևորգ։ Այս կուսակցությունը շատ փոքր չի, բայց էլի չունեն ոչ մի, սրանք ամբողջությամբ ամերիկամետ, արևմտամետ կուսակցություն է, իրանք էլ են թուրքական չեն, թուրքամետ չեն, սրանք ուզում են պաշտպանեն իրանց ձևով, Ամերիկային ենթարկվելով թե ոնց, պաշտպանեն իրանց հայրենիքը, չգիտեմ, բայց դժվար անցնեն, դա իրանց գաղափարն է, ես իրանց գաղափարակիցը չեմ ընդհանրապես, մի խոսքով։ Էսի համար 8-ն է։ Ուրեմն Բարգավաճ Հայաստանը համար 7-ն էր Գագիկ Ծառուկյանինը։ Գնացինք առաջ 9-րդ համար Քոչարի ղեկավարը Սարգսյան Արտակ, ես չգիտեմ ով է ժողովուրդ։ Քոչարի Հայաստան բառը չկա, ես չգիտեմ ով է, ոչ էլ կասեմ, որ հաստատ չի հասնելու շատ փոքր է կուսակցությունը որպես։ Անցանք առաջ, դե փոքրին չեմ անդրադառնա, համել չեմ էլ իմանում ով է։ Էսով է 10-րդ համարը Հայ ազգային կոնգրես, չեմ իմանում, չեմ փոքր կուսակցությունը, հայ բառը կա, արդեն ուրախալի է, 10-րդ համարն են, ղեկավարը Զուրաբյան Լևոն, չեմ ճանաչում, անցանք առաջ։ 11 համարը Հանրապետություն կուսակցությունն է, ղեկավարը Սարգսյան Արամ։ Վազգեն Սարգսյանի եղբայրն է, ինչքան գիտեմ, շատ փոքր կուսակցություն, սա թուրքամետ կուսակցություն է։ Սարգսյան Արամը իր եղբոր հետ ես չգիտեմ ոնց համեմատեմ, ոչ մի բառ չեմ ուզում ասել, բայց գիտեմ որ այս կուսակցությունը համար 11-ն է, իմ կարծիքով, իմ ուսումնասիրություններով, այս կուսակցությանը չի կարելի ձայն տալ, իմ անձնական կարծիքն եմ այստեղ ասում, դուք գիտեք։ Որովհետև սա թուրքամեդ է, այս համար 11-ը թուրքամեդ է, վերջ, անցանք առաջ, ես թուրքամեդերին նշելու եմ։ Տեսեք, ասում եմ, գնացեք ախպեր, գնացեք ամերիկամեդ ընտրեք, գնացեք եվրոպամեդ ընտրեք, գնացեք ռուսամեդ ընտրեք, խնդրեմ ախպեր փրկեք այս երկիրը, թուրքամեդերից փրկեք, թուրքերը գալիս են, արդեն սաղ արված է, պատրաստ սպասում են, թուրքերի խնդիրն է ստե։ Համար 12 քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, ղեկավարը Շիրինյան Լևոն, համար 12 թուրքամետ կուսակցություն, հաստատ է, ինչ ասում, ես որ ասում եմ թուրքամետ են, դրա պատասխանը տվող եմ, թուրքամետ կուսակցություն է սա թուրքամետ է, համար 12, վերջ անցանք առաջ, սրանց ռեկլամ չանեմ սրանց, համար 13-ը, Ալյանս, Ուրիխանյան Տիգրան, ինչքան գիտեմ Հայաստան բառը չկա, բայց դե փոքր կուսակցություն է, անցանք առաջ,
չի անցնելու։ Ժողովրդավարական համախմբում Պետրոսյան Սուրեն 14 համար չեմ ճանաչում փոքր կուսակցություն։ Ես ձայները ով սրանց ձայնա տալի, հա կարող է իրանք հայրենասերեն բան չունեմ ասելու, բայց չի անցնելու, ձայները այրվելու են կորեն գնան, ոչ թե ոչ ընդե։ 15 Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, հապավումով դոգ, սա դոգի կուսակցությունն է, համար 15։ Լավ է, դոգին պետք է մի քիչ երկար անդրադառնամ։ Ժողովուրդ, մի հատ լսեք։ Ես անձամբ դոգի այս հայհոյանքներին, այս ամեն ինչին շատ դեմ եմ, սենց բաներ չեմ ընդունում, ես ընդհանրապես։ Նաև իմ կողմից շատ հարգված մարդկանց դոգը հայհոյում է, հայհոյել է մինչև այդ, տեսեք։ Հիմա ուղղակի տեսեք ինչ պահ է, եկել է, ինձ մի հատ վիճակը հայրենիքը թուրքերին հանձնելու պահն է եկել։ Եվ արդեն այս հայհոյանքի արդեն մասին խոսելը չի։ Օրինակ դոգի գաղափարների մեծամասնությունը ես կողմ եմ, համարյա լրիվ հայամետ է։ Բայց նաև դոգը շատ մեծ աուդիտորիա ունի, դոգը անցնելու է, ովքեր դոգի անունը չեն ասում են չի անցնի, բայց դոգը հաստատ անցնելու է։ Հիմա տեսեք 15 համարն է։ Եթե այն մարդիկ, ովքեր հիշում եք ասեցի, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, հեսա կանցնեմ Ռոբերտ Քոչարյան, իրանք անցնելու են, իրանք այդ մեծ կուսակցություններն են, ովքեր որ վարված են այս մարդկանցից, բայց դուք հայ եք, ուղղակի ձեզ դուք այտենց գիտեք վարված եք այդ մարդկանցից, չգիտեմ խի ատում եք այդ մարդկանց։ Տունը մեկա մի նստեք, այն բոլորին դեմինել չեք ուզում, ասում եք լավա Նիկոլը մնա, չեք գալի որ Նիկոլը մնա, ախպեր, բայց հասկացել եք որ Նիկոլը ավելի Նիկոլից վատ թշնամի չկա այսօր Հայաստանում։ Դավաճան բառը, այս կուսակցություններից ոչ մեկին դավաճան բառը ես չեմ կարող կպցնեմ, քանի որ հələ չեն դա կարող է ըստ թուրքամետ են, բայց ուզում են հələ պետք է դավաճանեն, բայց հələ ոչ մի դավաճանական գործ չեն արել, հող չեն հանձնել, այստեղ հող հանձնող չկա բացի Նիկոլից։ Այսինքն ուզում եք Նիկոլին թողակ, բայց գիտեք Նիկոլն էլ է դավաճան, որպես թողում եք Նիկոլին, որ Քոչարյանը խոսքի չգա, չէ՞։ Ասում եք լավ է Նիկոլը, քան Քոչարյանը, բայց գիտեք Նիկոլը դավաճանը։ Ախպեր եկեք դոգին ընտրեք, 15 համարն է։ Դոգը որ եկավ, այդ ձեր դավաճան Նիկոլին էլ, Քոչարյանին էլ, Ծառուկյանին էլ, Կարապետյանին էլ ցմա հատալու, ձեր ուզածը ելնելու է, նայեք ինչ լավ վարիանտ է դոգը այսօր։ Այսօր դոգը եկա կարա ասենք պլյուս ելնի ու այս Նիկոլը չանցնի։ Դրա համար ովքեր որ վարվա, տեսեք, չէ, ես ոչ մեկի կողմնակիցը չեմ, ունեմ իմ անձնական կարծիքը, բայց ասում եմ եկեք դոգին ընտրեք, որ ձեր ուզածը լինի, այդ 4-ին էլ Լևոնին էլ երևի, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ հետը, Սերժ Սարգսյանին էլ հետը, որ սաղին ատում եք, դոգը որ եկավ սաղին ցմա հատալու, մինիմումը ցմա հատալու, եկեք դոգին ընտրեք այդ դիվանուն նստողները, եթե ատում եք այդ հներին, այս նորերին սաղին, նայեք ինչ վայրանտ է, այդ ձեր ատելությունը կիրականացվի, այդ սաղկետան բան, եկեք ընտրեք դոգին, նայեք ինչ եմ, այդ հայհոյանք որ ասում եք, ինչ հայհոյանք, այ ախպեր, ինչ հայհոյանք, հայ ազգը այսօր հայհոյանքի տակ է, քֆուրի տակ ենք ազգովի, բայց սրանից ենք ու մեր ինչ քֆուր, ախպեր, որ մենք հայ հլե սրան նայեք, բայց ազգի քֆուրն է սա, այս քֆուրի տակ ենք մնացել ախպեր, չենք կարում ազատվենք այս քֆուրից, բա մենք քրիստոնյա ենք, եկեղեցի սարքող ենք, հավատացյալ աստվածապաշտ մարդ ենք, բա մեր աստծուտունը, մեր սրբությունը Արցախում ավիրեցին, քանի եկեղեցի ավիրեցին, մենք ոչ մի բան չենք կարում անենք, ոչ չենք կարում զենքը վերցնենք, գնանք այդ մեր եկեղեցիները չթողանք ավիրեն, չպղծեն, բա էլ ինչ քֆուր, ախպեր, էլ ինչ քֆուր, քֆուրը էսա, սրանից այն կողմ քֆուր չկա, մինչև սրանից չազատվենք, քֆուրի տակ ենք ախպեր, դրա համար կարակարխային դոգին ընտրեք, որ գա այդ ձեր ուզածներին հանի, համել թուրքերին չհանձնվենք, էս է խնդիրը, չտանք սաղ թուրքերին, 15 համարներ, անցանք առաջ, 16-ը, քաղաքացիական պայմանագիր, պահո, Փաշինյան Նիկոլ, չեմ խոսալու սրանց մասին, թուրքամետ, թուրքա արդեն հպատակ, թուրքին ենթարկվող, արդեն թուրքերի հետ ամբողջությամբ Հայաստանը շուտով մտնելու է իրանց պատճառով թուրքերի կազմի մեջ կուսակցություն, 16-ը չենք ընտրում թուրքամետ, թուրքերն են էսի, կրծավ, թուրքերի ասածով են անում, անցանք առաջ, համար 17, Հայաստան դաշինք, Ռոբերտ Քոչարյան, 17 համարն է Ռոբերտ Քոչարյանը, հիմա ուզում եք ասեք, Ռոբերտ Քոչարյանը էս արե, վատ բան արե, այն արե, ուզում եք ասեք լավա Նիկոլը, քան թե Ռոբերտ Քոչարյանը, էլի ձեռ եք առնում, էս ասողներն էլ են ձեռ առնում ազգին,
Ռոբերտ Քոչարյանը հող հանձնած չկա ախպեր ջան 10 տարի ղեկավարել է Հայաստանը այն ծանր վախտերը մի կես մետր հող չի հանձնել Ռոբերտ Քոչարյանը դուք ուզում եք ասեք լավա Նիկոլ հողատու Նիկոլը քան թե Ռոբերտ Քոչարյանը ում ասպան է ինչ արի այդ հայց այդ հեքիաթները չպատմեք ախպերի ու արա ոնց լավա մի հատ մարդ սպանես քան թե հայրենիքը քո հայորդիների հետ ոչնչացնես օրինակ եմ ասում Ռոբերտ Քոչարյանի օրոք 10 տարի ղեկավարել է Հայաստանը հող չի կորցրել կես մետր նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանը փրկել է սրանցից այս նույն վիճակից հաստատ նորից կարա փրկի հաստատ ուրեմն Այս որ Ալիևը ընդից Նիկոլին կֆրտում, ինչ ասես ձեռը առնում, ինչ ասես ասում, էդի մեր ազգին ամոթ, էլի այս Նիկոլը մի հատ պատասխան, վախկոտ, մի հատ բառ, էլ ասենք Սամվել Կարապետյանը մի բան ասում, էսի էլ խժխժում, արա Ալիևը ինչ ասես ասում, արա Նիկոլ, էս ինչ ես, էս խայտարակ արա մեր թշնամի Ալի շեֆը տա, հել մի հատ ասա արա Ալիև հլխելոք մնա գլուխդ կջարդեմ խոսքի, մի հատ էլ ասա արա Իսկ Ռոբերտ Քոչարյանը Ալիևը Ռոբերտ Քոչարյանի անունը որ լսում է միանգամից ծակաման գալի որ թաքնվի հանգարց մարդ ես էլի միամիտ Ռոբերտ Քոչարյանը չիմանա հիմա նույնիսկ որ Հայաստանի ղեկավարը չի Ալիևն ով արա որ Ռոբերտ Քոչարյանից վախ Ալիևի պապան էր Ռոբերտ Քոչարյանից վախենում Ալիևի պապան Դրա համար արխային կարանք Ռոբերտ Քոչարյանին ընտրենք առանց մտածելու Ռոբերտ Քոչարյանը հաստատ Կարա, այդ լավ ղեկավարներից մեկն է, լավ հզոր տղեկից մեկն է։ Արխային կարանք իրան ընտրենք։ Եկանք առաջ, այսով է։ Հանուն հանրապետության, պահո, համար 18, էսի լրիվ, էսի Նիկոլի ձակնել չի, էսի Նիկոլի չգիտեմ, էսի թուրքական։ Համար 18-ը Բաբաջանյան Արման, էսի թուրքերի թուրքական, թուրքամետ, թուրքասեր կուսակցություն է, 18-ին չենք ընտրում ոչ մի դեպքում, ես պատասխան եմ տալի ասածներիս համար։ Հետո եկանք 19-ը Լուսավոր Հայաստան Մարուքյան Էդմոն Մարուքյան Էդմոն Լուսավոր Հայաստանը մի քիչ մեծ կուսակցություն է կարող է անցնի նորմալ մարդ է իմ կարծիքով ես այդպես տպավորություն ունեմ ինքն էլ ուզում հայրենիքը փրկի ինքն էլ ինչքան գիտեմ ռուսամեդ է ուժեղ չգիտեմ այտենց նո հաստատ թուրքական չի կարակ եթե իրան շատ եք սիրում անցանք առաջ վերջ այսքան էր 19 կուսակցություն այս Լուսավոր Հայաստան բառը կա, տեսեք, Լուսավոր Հայաստան, всё, որ Հայաստան բառը կա, արդեն ահագին պլյուս է։ Այս Մարուքյան Էդմոնը։ Չգիտեմ կանցնի թե չէ, վերջ 19 կուսակցություն է, ժողովուրդ ձեռնի առեք ազգին, գնացեք ընտրության, չասեք մարդ չկա։ Ամսի 7-ին բոլորը, ով որ ունի մի փոքր հնարավորություն, գալիս եք Հայաստանը փրկելու, սենց ընտրություններ չի եղել։ Պետք է ազգը, ամբողջ հայ ազգը, ով որ հայկական Անձնագիրը ձեռքում է, պետք է մասնակցի այս ընտրություններին, ում ձեռքը կա այս տեսակ անձնագիր։ Սա մեր Հայաստանի Հանրապետությունը ում անձնագիր տվել իրավունք ունեն մասնակցելու, պարտադիր է բոլորի մասնակցումը։ Վերջ։ Այս տեսանյութը երկար էր 23 րոպե, խնդրում եմ անպայման տարածեք ոչինչ, թող մարդիկ տեսնեն, հասկանանք ինչ ենք անում։